Բարև ձեզ, սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուդյանն է, բարև ձեզ, պարոն Խուշուդյան։ Պարոն Խուշուդյան, 3 հերթական պատմական եւ աննախադեպ իրադարձությունը տեղի ունեցավ Վաշինգտոնում, Արարատ Միրզոյանը, Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու պետքարտուղարը Միացյալ Նահանգների ստորագրեցին այդ հայտնի TRIP-ի նախագծի հետ կապված հայտարարությունը։ Ինչ էր, ինչպես կմեկնաբանեք այդ փաստաթուղթը, օգոստոսի 8-ից հետո արդյոք սա երկրորդ կարևոր փաստաթուղթ էր։ Սա շարունակությունն էր, օգոստոսի 8-ի բացումն էր, բացված ավելի տարբերակներ, դուք գիտեք, որ օգոստոսի 8-ը ավելի հռչակագրային էր եւ աշխատանք էր պահանջում կոնկրետանալու համար, սա կոնկրետացումն էր, որտեղ արդեն խոսվում է համատեղ ձեռնարկության հիմնելու, դրա համամասնությունների, պատասխանատվության, պարտականությունների մասին։ Այն ինչ որ իշխանությունները պնդում էին եւ մենք էլ հավատում էինք, այդպես էլ եղավ, որ սա Հայաստանի ինքնիշխանության ներքո լինելու ամենակարևոր հանգամանքը, որ մեր մաքսային ռեժիմները պետք է պահպանվեն, ստուգումները սահմանային պետք է իրականացվեն։ Ուրիշ բան է, որ այնտեղ նշված է, որ Միացյալ Նահանգները տրամադրելու են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան այդ ստուգումները իրականացնել ավելի այսպես օպերատիվ եւ արագ ռեժիմով եւ կարեւոր էր նաեւ որ ընդամենը 49 տարով է տրվում ուրեմն իրավունքը այդ լոգիստիկ շղթաների վերահսկողության կառավարման ոչ թե վերահսկողության կառավարման այդ ընկերությանը որի 25%-ն էլ իր հերթին մասնաբաժինը Հայաստանն է տրվում։ Հայաստանը ֆինանսական ներդրում չի անելու։ Այնտեղ կա մի կետ, որ կարող է նաև դրամական ինչ-որ ներդրումներ անել, բայց հիմնական ֆինանսական ներդրումները լինելու են ներդրողների կողմից, որը ներգրավելու է իհարկե Միացյալ Նահանգների կոչով ֆորտորով։ Եվս 50 տարի հետո, 49 տարին դրանալուց հետո, եվս 50 տարի հետո 50 տարվա համար կարող է ուրեմն երկարաձգվել այդ իրավունքը, բայց այդ դեպքում արդեն Հայաստանը ստանալու է 49%, հա, այսինքն շահույթի գրեթե կեսը Հայաստանն է ստանալու առանց ներդրում անելու։ Բայց այդտեղ նույնիսկ դա չի կարևորը, այդ շահույթը չի կարևոր, իսկ այդ շահույթը միայն երկաթգծերի տարանցումից չի գալու, միայն ճանապարհներից չի գալու, հա, դուք գիտեք որ դա ընդունված պրակտիկա է, որ նոր կառուցված ճանապարհի անցնելու համար ինչ որ սիմվոլիկ վճար յուրաքանչյուր մեքենան տալիս է, իսկ եթե այդտեղ բեռնափոխադրումներ նաև լինեն եւ բեռնատարներ ասեն, դրանք ավելի խոշոր գումար են տալու, բայց այստեղ իհարկե կարևոր է անվտանգային բաղադրիչը։ Հա, նկատի ունեմ միջև անվտանգայինին գալու, նաև այնտեղ լինելու է գազադար եւ նավթատար եւ էլեկտրական հոսանքի գծեր եւ մալուխ ինտերնետի չէ, այդ ամբողջից շահույթը ստանալու է ձեռնարկությունը եւ կարեւոր է որ այդ ձեռնարկությունը փաստորեն Միացյալ Նահանգների շահերն է մասամբ սպասարկում, մասամբ Հայաստանի Հանրապետության, մասամբ Միացյալ Նահանգների եւ ոչ միայն ֆինանսական շահերը, այլ նաեւ անվտանգային շահերը եւ քաղաքական շահերը, որովհետեւ Միացյալ Նահանգները վերահսկելով այդ կարևորագույն կապը Միջին Ասիայի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոմիության եւ երկրների, ընդհանրապես Եվրոպայի միջեւ ինքը բարձ է կարևոր աշխարհակահական վերահսկողություն է ստանում լրջագույն գործընթացների եւ շղթաների հանդեպ։ Բայց մեզ համար կարևոր է որ Միացյալ Նահանգների ներգրավումը այդ ամեն ինչում եւ որ ինքը իր շահը տեսնում է այստեղ բերելու է տարածաշրջանի կայունացման եւ ավելի անվտանգ վիճակի։ Նվազեցվում է պատերազմի ռիսկը, այսինքն։ Կտրուկ։ Միանշանակ է որ Ադրբեջանը շատ ավելի քիչ հավանականությամբ կարող է հանդգնի ինչ-որ ռազմական գործողությունների գնալ, քան եթե դա լիներ առանց այս Միացյալ Նահանգների ներգրավման։ Ինչը մենք անցած տարվա մոտապես այս ժամանակներում տեսանք եւ Ռուբիոն դրա մասին արդեն ավելի բաց ասեց միջև այդ արտահոսք էին տվել Միացյալ Նահանգները, որ կա վտանգ էսկալացիա, այսինքն Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել։ Եվ շատ լավ է, որ այդ ամեն ինչը այսպես դասավորվեց, Միացյալ Նահանգները ներգրավեցին այստեղ Թուրքիան ըստ էության դուրս մնաց այս կարևորագույն գործընթացներից եւ որից եւ շատ դժգոհ էր եւ Ադրբեջանը եւս այնպես չի որ հիացած էր այդ ամեն ինչից, բայց ստիպված էր Թրամփին ընթരാճ գնալ, որովհետեւ ինքը չէր ուզում նաեւ Թրամփի հետ հարաբերությունները փչացնել, ոնց որ Բայդենի հետ էր փչացրել, հա, որովհետեւ Թրամփի հետ փչացնել իր համար ավելի ռիսկային էր։ Բայդենը շատ ավելի կանխատեսելի էր, Թրամփը շատ ավելի կոշտ եւ անկանխատեսելի եւ ցանկացած դժգոհության պարագայում կարող էր ասել ադրբեջանական նավթի վրա սանկցիաներ կիրառում, վերջ Ադրբեջանը կխորտակվեր, դա Ռուսաստան չի որ հազարը մի ուրիշ արդյունաբերական եւ տնտեսական հնարավորություններ ունենա, որ նույնիսկ նավթի դեմ սանկցիաները կարողանա ինչ որ մի կերպ մարսել։
Ադրբեջանը իր ամբողջ էներգետիկ ռեսուրսները տանում էր Եվրոպա, Արևմուտք վաճառում էր այնտեղ։ Եվ ամերիկյան սանկցիաները բերելու են կոլապսի ուղղակի, որտեղ գազատարերը բաները չէր կարող միանգամից շուռ տալ, նավթատարերը, գազատարերը շուռ տալ դեպի, ասենք, Չինաստան կամ ուրիշ տեղ։ Խուշտյան, բառացիորեն ժամեր առաջ Ադրբեջանը 4 գերի է ազատ արձակել, հակարի կահույքով գերիները տեղափոխվել են Հայաստանի տարածք, սա արդյոք հետևանքներ էս փաստաթղթի ստորագրման, ընդհանրապես այս իրադարձության հետ կապված էին թե ոչ։ Վստահ չեմ, որ հենց փաստաթղթի ստորագրման հետևանքներ, գուցե Արարատ Միրզոյանը ուղղակի Միացյալ Նահանգներում հիշեցրել է այն, որ Թրամփը խոստացել էր, որ մի բան կանի այդ ուղղությամբ, բայց Ադրբեջանը դեռ ոչ մի գերի չի ազատել։ Գուցե դա է, գուցե այն է, որ նաև ինֆորմացիա կար, կարծես, որ այդ երկու սիրիացիներին են մերոնք էլ ազատել դրա դիմաց, կարող է այդ փոխանակում է տեղի ունեցել ընդամենը, մի հատ հասկանանք ինչ է, ըստ դրա արդեն կարողանանք մեկնաբանել, բայց կարևորը է, որ դրական դինամիկա կա։ Այսինքն գնում է լիցքաթափման ճանապարհով իրավիճակը եւ Ադրբեջանն այդ ուղղությամբ քայլեր անում է։ Նաև կարևոր է, որ եթե ժամանակագրական առումով փաստաթղթի ստորագրումից հետո է եղել, եթե նույնիսկ այդ ստորագրման շնորհիվ չէ, ապա գոնե այդ ստորագրումը եւ այդ փաստաթղթի տեքստը խնդիր չի առաջացրել Ադրբեջանի համար, թե չէ ինքը բնականաբար, եթե նույնիսկ պայմանավորվել են այդ գերիները փոխանակել, չէր անի դա։ Ովքեր դեմ կլինեն այս թրիփի նախագծի մեկնարկին, Ռուսաստանը բնականաբար, Հայաստանի ներսում ռուսական շահերը պաշտպանողները, արդյոք կսկսվի նոր հարձակում այս նախագծի հանդեպ։ Ուրեմն տեսեք, Ռուսաստանը 1, Իրանը կարող է լինել 2, բայց քանի որ Իրանում իրավիճակը սրվել է, եւ այդ առումով Իրանը ընդհանրապես ոչ դրա ժամանակ ունի, ոչ դրանով կարող է զբաղվել Իրանի այսօրվա ղեկավարությունը։ Մնում է Ռուսաստանը։ Ռուսաստանն է ատամներն է կրճտացնում եւ Սոլովյովի այդ հայտարարությունը հենց կապված է դրա հետ, իրենք գիտեն, չէ, որ Իրանը գնալու է այսպես կանխարգելիչ իրենց պատկերացած իրենց արևին են ասում, կանխարգելիչ այդպիսի հայտարարություն արեցին, բայց կներեք էլի այդ հատուկ ռազմական գործողությունը SV կոչվածը, որով ինքը սպառնում էր Հայաստանին, իրենք արդեն իրականացրել են Հայաստանում եւ Արցախում 20 թվականին։ Մի հատ 20, մի հատ 23 թվականին։ Իրականացրել բրցել են արդեն։ Հայաստանից ինչ կարող են արդեն փոկել են տարածքներից սկսած, կոնցեսիաներից վերջացրած, սեփականություն, հանքեր, ինչ հնարավոր էր խլել են։ Էլ ինչ պետք է անեն, էլ ինչ միջոցներով, ինչ քաղաքական ռեսուրսներով պետք է անեն, եթե նույնիսկ Ադրբեջանը արդեն ինչ որ իրեն պետք է ստացա բրծավ եւ հիմա Ռուսաստանից երեստեքեց, գցեց ըստ էության Ռուսաստանի, որի հետ հանցակից էր 20 թվականին իր գործողություններով, ինչ որ պետք է ստացավ, ռուսներինը գցեց։ Եվ ինչ ոնց պետք է օգտագործի Ադրբեջանն Հայաստանի դեմ Ռուսաստան, երբ որ Ադրբեջանը հիմա հակառակը լրիվ քայլեր է անում կայունությունը ամրապնդելու եւ խաղաղությունը արդեն կայացնելու ուղղությամբ։ Մնում է իր 5-րդ շարությունը այստեղ, որի շուրթերով ժամանակին էլի նույն այդ SVO-ի ռազմական գործողության կոչերն էր անում։ Ճիշտ է, դա ավելի շատ հեղաշրջման ձևով էր կոչը, հա, նույն Աչապայանը, որ ասում էր ռազմական զինված հեղաշրջում, այդ նույն SVO-ն պետք է լիներ, էլի։ Նույն այդ ռուսական ազդեցության տակ գտնվող գեներալներին բաներին չէր կոչանում, նույն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյան չէր համոզում, որ ձեր ազդեցության տակ գտնվող մի հատ գեներալ չունեք, որ կարողանաք ռազմական գործողություն իրականացնեք, հա, հեղաշրջում իրականացնել։ Այդ էլի իրենց պատկերացած SVO-ն չէր, չի ստացվում իրանց մոտ եւ չի ստացվել։ Արդեն իրենց ժամանակները անցան, ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես Հարավային Կովկասում։ Ռուսաստանը իր անխոհեմ դավաճանական քայլերով ինքը իրան վզից վերցրեց ու շպրտեց տարածաշրջանից Կովկասից ենկում։ Խուշտյան, չգիտեմ տեղյակ եք թե ոչ, Իրանի դեսպանը այսօր բավական կտրուկ հայտարարություն է արել Հայաստանի հասցեին, նախ շեշտը դրել են նրա վրա, որ դեսպանատան մոտ վերջին օրերին իրանցիները ցույցեր են անում, կոպիտ արտահայտություններ են անում Իրանի իշխանությունների հանդեպ, մեղադրել է Հայաստանի իշխանություններին, թե ինչ եք թույլ տալիս, որ նման ցույցեր լինեն, նման իրավիճակ ստեղծվի դեսպանատան շուրջ, ընդհանրապես սա չի բխում Իրանի ժողովրդի շահերից, ոնց կմեկնաբանեք դեսպանի այդ հայտարարությունը։ Իրենք կարողանում են թույլ չտալ Իրանի ժողովրդին փողոցներում հանրահավաքներ անել։ Չեն կարողանում, չէ՞, գնդակահարում են, դնում գնդակահարում են մարտի 1 են սարքում Իրանի ժողովրդի գլխին, բայց մեկը Իրանի ժողովուրդը շարունակում է դուր կանգնել։ Հիմա ինչ է առաջարկում, որ Հայաստանի իշխանություններն է իրենցպես գնդակահարվի այդ մարդկանց։ Ինչ է դա նշանակում։ Ժողովրդավար երկիր ենք մենք։ Որտեղ ուզի կարող հանրահավաք անել։
դա նախ միջամտություն է մեր ներքին գործերին։ Այ եթե ներխուժեն դեսպանատուն եւ Հայաստանի իշխանությունները չպաշտպանեն դեսպանատունը, այդ ժամանակ կարող է որտեղ դա իր տարածքն է։ Հայ ցանկացած երկրի դեսպանատուն ուրիշ երկրում իր տարածքն է համարվում։ Բայց իր տարածքից դուրս դա մեր տարածքն է, մեր օրենքներն է, մեր օրենքներով ազատ են մարդիկ քաղաքացիներ եւ բողոքի ցայնը բարձրացնել անկո։ Ո՞վ է որ ինքը միջամտի, որ Եգրոս Սալավյովը չդարավ գլխներս։ Միջամտի թե մենք ինչ թույլ տանք, որտեղ թույլ տանք մեր տարածքում հանրահավաք անեն մարդիկ։ Պարոն Խուշդյան, ինչպես կարձագանքի Եվրոպան այս իրավիճակին հայ-ամերիկյան այս հերթական մեկ քայլ առաջին հաշվի առնելով որ Ամերիկայի եւ Եվրոպայի հարաբերությունները վերջին ամիսներին կամ շաբաթներին Վենեսուելայից հետո հատկապես մանավանդ Գրենլանդիայի հանդեպ Թրամփի հայտարարություններից հետո այդքան էլ հարթ չեն ինչ ձևով կընդունի Եվրոպան այս ամենը։ Դե այդ հարթ չեն դեռ չի շնորհակում որ ճշնամական է։ Միացյալ Նահանգները շատ դեպքերում եւ շատ տեղերում անում է այն գործը, որ Եվրոպան էլ կուզենար անել ինքը, բայց այդ նույն գործն է։ Եվրոպան այդ ռազմական, քաղաքական ռեսուրսը չունեցավ, որ ստիպի Ադրբեջանին, որ այս կարգի փաստաթուղթ ստորագրի Հայաստանի հետ, դա փաստ է։ Ունենք մենք Շարլ Միշելի միջնորդություն, որը տապալվեց, որ հենց տապալվեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելով Հայաստանի Հանրապետության դեմ Շարլ Միշելի միջնորդության օրերին հենց։ Եվ դրանից հետո Եվրոպան դժգոհելու ոչ մի տեղ եւ բան չունի, այսպես բարոյական իրավունք նաեւ, հա, այսպես ասենք։ Ամենայն հարգանքով մեր եվրոպացի գործընկերների հանդեպ եւ իրենց աջակցությունը շատ մեծ է նաեւ այն իմաստով, որ անվտանգային որոշակի բաղադրիչ է հանդիսանում դիտորդական առաքելությունը, բայց քանի որ հենց Միացյալ Նահանգները կարողացան ստիպել Ադրբեջանին, որ Հայաստանի ինքնիշխանության ներքո ճանապարհների բացելու հարցը լուծվի, բնականաբար օգուտներն էլ քաղաքական ստանալու Միացյալ Նահանգները։ Պարոն Խուշդյան, այսօր Երևանում անվտանգության ֆորում է տեղի ունեցել, մասնակցել եք նաև դուք քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ, վարչապետը նույնպես մասնակցել է, ինչ էր քննարկվում, ինչ նպատակով էր, ինչ ուղերձներ ստացաք այդ ֆորումից։ Շատ կարևոր միջոցառում էր, ամենամյա ֆորումը, որը Ստեփան Սաֆարյանի գլխավորած անվտանգային եւ ուրեմն միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտն է կազմակերպում, think tank-ը, մտակենտրոնը, արդեն 15-րդ տարին է ոնց որ 15-րդ համաժողովներ եւ շատ կարեւոր հարթակ է, որտեղ որ քաղաքացիությունը, փորձագետները եւ իշխանությունները կարողանում են քննարկել առանցքային անվտանգային հարցեր Հայաստանի համար կարեւոր, դա քննարկվեցին եւ միջավայր անվտանգային եւ հիբրիդային սպառնալիքները Հայաստանի տարբեր պանելներում դա քննարկվեցին։ Դեպ նաեւ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության դեսպաններն էին պանելի ներկաները եւ պանելիստները, հա, ելույթ ունեցողները վարչապետի հետ միասին։ Եվ շատ կարեւոր ուղերձներ հնչեցին, վարչապետը ամենակարևորը վերհաստատեց Հայաստանի հանձնառությունը եւ ցանկությունը Եվրամիության անդամ դառնալու, կարևորելով նաեւ ազգային ժողովում անցած տարի ընդունված օրենքը եւ բայց նաեւ իհարկե շեշտեց, որ պետք է աշխատենք, որ այդ ստանդարտներին համապատասխանեցնենք մեր ստանդարտները հայկական, եվրոպականին համապատասխանեցնենք։ Ազգային ժողովի ընտրություններին հաշված ամիսներ են մնացել, դրան զուգահեռ զգացվում է, որ ներքաղաքական կյանքը բավական ակտիվացել է, ինչ է սպասվում, ինչ կլինի, հաշվի առնելով, որ ռուսամետ ուժերն են բավական ակտիվ, այսինքն այն ուժերը, որոնք հարում են նախկին նախագահներին։ Դե այո, ցավոք սրտի ֆինանսական հսկայական ռեսուրսների դեր տիրապետում են այդ ուժերը, հերիք չի մի հատ Ռուսաստանն է իրենց ցնցում եւ օժանդակում։ Եվ իրենց համար, քանի որ Ռուսաստանի համար, Կրեմլի համար, քանի որ չի մնացել այլ լծակ, Ադրբեջանի լծակը չկա էլ, տնտեսական ազդեցության լծակը էապես թուլացել է, կիսով չափ բարեթաշրջանառությունը ընկել է Ռուսաստանի հետ, եւ Հայաստանը ակտիվ սկսել է դիվերսիֆիկացիայի գործընթացը, որ նաեւ տնտեսական կապերը այլ ուղղություններով հզորացնի, որպեսզի կարողանա հակակշռել Ռուսաստանի հետ առևտրին, դրա շրջանակներում պետք է դիտարկել նաև բենզինի առևտուրը Ադրբեջանի հետ, որը էապես նվազեցնում է մեր կախվածությունը Ռուսաստանից։ Եվ այս ամեն ինչի շրջանակներում Ռուսաստանի միակ գործիքը Հայաստանում իշխանապողություն իրականացնելու իր խամաճիկներն են 5-րդ շարասյունն է, որոնց միջոցով նա հույս ունի Հայաստանը գուբերնիա է վերածել։ Այն ինչ որ Սոլովյովը փաստորեն բաց տեքստով ասեց։
Որ ասում եմ մեր ազդեցության գոտի մտնենք ռազմական գործողություն իրականացնենք, բարձա չի ինչի համար են անում։ Ոչ թե համար որ անկախ պետություն ստեղծեն ստեղ, այլ որպեսզի իրենց կցեն։ Ոնց որ Ուկրաինայում են անում։ Կցեն Ուկրաինան ինչ են ուզում անեն, ուզում են կցեն Ռուսաստանին, ոնց որ այդ մի քանի տարածք ամբողջությամբ են կցել ընդհանրապես շրջանի պես, առանց նույնիսկ որևէ ինքնավարություն չտրամադրելու։ Ուղղակի որպես Ռուսաստանի մարզեր են սարքել, հա, Դոնբաս, Լուգանսկ, Կղրիմ, էլի մի երկու շրջան, հա, այնտեղ այդ բաների Դնեպրապետրովսկի շուրջ եւ Խերսոնի շուրջ։ Նույնը մնացած Ուկրաինան էլ ուզում են կցեն արդեն, եթե նույնիսկ ձևական դրոշը պահպանեն, բայց կցեն Ռուսաստանին, որ սկսեն վերականգնել կայսրությունը։ Իրանց ազդեցության գոտին այսպես կոչված։ Բարձր են չեն ուզում անել։ Վախուշտյան, եկեղեցու այդ ճգնաժամը ոչ մի ձև չի հանգուցալցում, թեպետ բազմաթիվ արդեն հոգևորականներ դեմ են դուրս եկել կաթողիկոսին, բայց փաստը որ կաթողիկոսը չի հեռանում կամ չեն թողնում որ հեռանա, ինչ կլինի արդյոք սպասում են ընտրություններին, որպեսզի շարքեն կամ օգտագործեն այդ խաղաքարտը կաթողիկոսի։ Ուրեմն գործընթացը շարունակվում է։ Նա կաթողիկոս չի, կտրիչ է, կտրիչից հեռացող հոգևորականների եւ իր այդ մաֆիայից հեռացող հոգևորականների թիվը գնալով աճելու է եւ հանգուցալեցվելու է մի օր իրավիճակը։ Դա անխուսափելի գործընթաց է։ Նա ուրիշ տարբերակ չունի, նա պետք է գնա։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի դրսի ուժի սպասարկող կենտրոն չպետք է լինի, այն էլ եկեղեցում բուն դրած։ Էլ մնացած բաների մասին չեմ խոսում, որ նա չի անպատասխանում ուղղակի կրոնական գործ չի, կարգավիճակին, ոչ իր կենցաղվարությամբ, ոչ իր բարոյականությամբ, ոչ իր բիզնես ագահությամբ, այդ ոչ մի բան չի անպատասխանում։ Ինքը անհասկանալի կերպար է, որը բախտի բերմամբ թե պատահմամբ թե ինչ որ ուժերի ավելի ճիշտ մանիպուլյացիաներով եւ ուրեմն ջանքերով նաև ցավոք սրտի Հայաստանի այն ժամանակվա որոշ իշխանությունների անհեռատեսության պատճառով հայտնվել է այդ գահին հայկական առաքելական եկեղեցու գահին եւ հիմա վնաս է որ տալիս է մեր պետականության նա պետք է հեռանա Շնորհակալություն ես եմ շնորհակալ Սարվա թեմաներ զրուցակիցս Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուդյանն էր կհանդիպենք առայժմ